Արցախայցյան իրավունքների և հավաքական վերադարձի իրավունքի ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ցավոք սրտի եւ դա ողբերգություն է Հայաստանի իշխանություններն են, որովհետեւ եթե հետևեք Հայաստանի Հանրապետության իշխանությունների պաշտոնական խոսույթին, լինի դա Հայաստանում թե Հայաստանից դուրս, երբևէ դուք այդ խոսույթը, այդ պահանջատիրությունը, ադրբեջանական գործողությունների իրական գնահատականը, որը ցեղասպանական գործողություն էր, էթնիկ զտում էր եւ Արմեն Ռուստամյանը շեշտեց եւ սա կարեւոր է բնիկ սեփական բնորանից նրանց այսպես արտաքսումը եւ բռնի ուժով տեղահանությունը, սրանք բոլորը միջազգային իրավունքի կոմպոնենտներ են, որոնց պաշտպանությունը առաջ մղումը շատ ավելի հնարավոր է դառնում եւ ավելի հավանական, երբ որ Հայաստանը, որը տարիներ շարունակ եղել էր Արցախի Հանրապետության երաշխավորը, անվտանգային երաշխավորը չուրանար, ոչ միայն ուրացել այդ պարտականությունը, այլև այսօր միջազգային բոլոր հարթակներում ոչ գերիների վերադարձի մասին պահանջատիրություն խոսույթ կա, որը այսօր ամենամեծ ազգային ամոթն է մեզ համար, եւ նույնը վերաբերում է արցախայցյան իրավունքների ամենալայն սպեկտրին ներառյալ վերադարձի իրավունքը։ Փորձեք պաշտոնական Հայաստանի խոսույթում որևէ այդ ուղղությամբ նախադասություն գտնել եւ այն ընդդիմադիր գործիչները կամ պատգամավորները, ովքեր միջազգային հարթակներում գործունեություն են ծավալում, թե Ռուստամյան Արմենը, թե ԵԽԽՎ-ում, այլ ընդդիմադիրներ կամ ԵԱՀԿ-ում, աներևակայորեն դժվար է մեր բարձրաձայնումը եւ խնդիրների առաջ քաշումը, որովհետեւ կա պաշտոնական Հայաստանի խայտառակ սինխրոնությունը թուրք-ադրբեջանական շահերին։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ իշխանափոխությունը ինքնանպատակ չի, այլ մեր ազգային, ոչ թե ես ասում եմ կուսակցական, ավելին, մեր ազգային նպատակադրումների եւ կենսունակ պետություն ունենալու գրավականն է։ Բայց մի բան էլ եմ ուզում անդրադառնալ։ Տիկին Գարսյանի դեպք Միանուշեկ Իրապոսյանի հրաժարականը, դուք միշտ ասում եք, որ այցերը միջազգային արգաններում Այո։ Եվ այս անսպասելի հրաժարականը մեծ անսպասելի չէ, վերջական ժամանակ քննարկում էր, որ լուրջ անհամաձայնություն ուներ Իրապոսյանը իշխանությունների։ Արդյոք սա չի նշանակում, որ Ալիևայի պահանջը, որ երկու պահանջներից մեկը երրորդ երկրների այսպես բացառում սահմանին եւ հայցերից հրաժարում, որ այս հրաժարականով ըստ էության հաստատվում է, որ իշխանությունը մտադիր ամեն դեպքում այդ հայցերը Ադրբեջանի դեմ ներկայացված հետ կանչի։ Միանշանակ շատ վաղուց կա այդ խոսույթը, իշխանական շրջանակներում շատ վաղուց կար միջազգային աջաններում երկու դատարաններից ավելի քան 5 հայցերի ետ վերցնելու մասին, եւ եթե հիշենք խորհրդարանում երբեք մեր այդ հարցադրումներին պատրաստվում եք, որքանով է դա իրականությանը համապատասխանում, երբեք մենք հստակ պատասխան չենք ստացել եւ բոլոր քաղաքական ուժերը, միջազգայինագետները բոլորս տվել են, ունեցել ենք այն տեսակետը, որ միջազգային դատարաններից հայկական հարցերի այսպես հետ քաշումը տոտալ լեգիտիմացնում է ոչ միայն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, այլև մենք դառնում ենք օկուպանտ ըստ էության, ինքնորոշման իրավունքն է ջրվում եւ փաստորեն հետագայում եթե իշխանություններին թվում է, թե այս լռությունը գերեվարված մեր ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ, եթե Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը հետագայում դրանով նրանք իրենց պետք է այսպես ամրագոտիներ իրենց տալու չարաչար սխալվում են, որովհետև ոչ միայն դրանով ինքը ծառայում է սեփական իշխանությունը պահելով ադրբեջանա-թուրքական շահերին, այլև վտանգում է ընդհանրապես Հայաստանի ապագա գոյությունը եւ դրան հակընդդեմ մենք գիտենք, որ միջազգային նույն դատարաններում Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցերը տարբեր հայցեր ձևակերպում, ոչ միայն իբրև օկուպանտի, այլև բնապահպանական եւ այլ վնասների, որտեղ եթե դու հայցերը գետ ես վերցնում, դու ակամայից ճանաչում ես ուրեմն ամբողջականությունն Ադրբեջանի ներառյալ Արցախը իր համապատասխան քաղաքական եւ Հայաստանի համար ճակատագրական հետևանքներով։ Եվ ուզում եմ, որ սա մեկ անգամ եւս մեր հանրությունը գիտակցի այս իշխանությունների ճակատագրական հետևանքը մեր ապագայի նկատմամբ։ Բայց մի հավելում էլ անեմ, երբ որ հարցը գնաց իշխանությունների, մեր համազգային համախմբումի եւ այլն իշխանության վարկանիշի մասին, այն ամենանիվ եկեք հիշենք, որ սրանք 60 եւ ավելի տոկոսանոց վարկանիշով եկած քաղաքական մեծամասնություններ եւ այսօր նրանց 12%
վարկանիշը եւ Գյումրու այս հիստերիան, քաղաքական ցինիզմի դրսևորումները հերթական անգամ խոսում է երերացող իշխանության ժողովրդին այդ վախի մտնոլորտում, ցինիզմի, վախի, պիտակավորման, ապաքաղաքական եւ ապաքաղաքակրթական վարքագծով մեզ շեղելու, բայց փաստը մնում է փաստ, կորսված վարկանիշ եւ աղետալի հետագից 7 տարիների։